Իրան ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Իրանի դրությունը լավ է թե վատ է, դա մեզ համար ճակատագրական նշանակություն ունի։ Գտնենք այս հարցի պատասխանը, թե այսօր Իրանում ինչեր է կատարվում եւ ում դեմ է դա ուղղված։ Շատ հակիրճ եմ խոսելու, որպեսզի նաև հասկանալի լինի։ Իրան հարց։ Ես դիտում եմ համարյա բոլորին մի քանի րոպեով այս հարցի շուրջ ովքեր ելույթ են ունենում, թե այս խառնաշփոթությունները Իրանում ինչի համար է արված։ Եվ իմիջիալոց բոլորին էլ հայտնի է, որ 10 միլիոնի կարգի ադրբեջանցի է ապրում Իրանի հյուսիսում, մեր սահմանների մոտ։ Նիկոլին ստիպելով, որպեսզի Զանգեզուրը տա Ադրբեջան-Թուրքիային, դա այնքան էլ հարգի չի քրիստոնյա երկրների կողմից, ուշադիր լսեք այսքանը, որպեսզի հասկանալի լինի, հարգի չի քրիստոնյա երկրների կողմից, հատկապես բրուտի և նահանգների։ Այսինքն այս հարցը ինչպես կազմակերպել։ Իրանը պետք է անցնի շահի տղայի ձեռքը և մտերմանա սրանց հետ, թե այստեղ այլ հարց է առաջադրում, եթե դա էր, իրենք էլ հզոր են միշտ, ինչի Իրանի շահին տարան, դրեցին մոլլային, հիմա էլ մոլլային են հանում, դնեն Իրանի շահի տղային։ Այստեղ հարցը այլ է։ Այստեղ մոլլան պետք է հաղթի և մոլլան պետք է սկսի ոչնչացնել հյուսիսի այդ իրանցիներին իբր, որոնք ադրբեջանցիներ են։ Եվ ինչ է այստեղ տեղի ունենում, Նիկոլը որպես մարդասեր անձնավորություն Տրամպի և այլնի խնդրանքով բացում է Զանգեզուրի ճանապարհը և կես միլիոնից ավել 1 միլիոն թուրք ադրբեջանցի լցվում է Զանգեզուր և այն վայրերը, որտեղ նրանք արդեն նախատեսած ունեն Հայաստանը ոնց ոչնչացնել։ Ահա իրանյան հարցի պատասխանը, սրան են տանում։ Իսկ եթե Ալաթորայից դժգոհ են, ապա կարող էին այսօր Իրանի ծանր իրավիճակից, քանի որ և Իսրայելի և Ամերիկայի դեմ պայքար է, միևնույն ժամանակ Արցախում արդեն իսրայելական զորքեր և նաև տեսագրող սարքավորումներ, լսող տեսագրող սարքավորումներ են, դա այդպես չէին կատարի։ Այսինքն Տրամպի այդ ուղին այլևս Հայաստանը դրա հետ գործ չունի և երևի Նիկոլն էլ առաջարկած լինի, բայց Նիկոլը այդքան խելք չունի և բրուտները գտան ավելի ճիշտ ճանապարհը, որպեսզի քրիստոնյա ամբողջ աշխարհը չթքի, չմեղադրի սրանց, բրուտին և սրան, ապա հայերը մարդասիրական ճանապարհ բացեցին և Զանգեզուրը կլցնեն իրանյան ադրբեջանցիներով, իսկ թե այդտեղ իրանյան ադրբեջանցիներ, թե նույն անձնագրով պակիստանցի կամ ադրբեջանցի կամ թուրք կգա, դա արդեն այլ հարց է, Նիկոլը դրա վրա աշկը կփակի։ Ահա և ինչի համար Արարատ Միրզոյանը հրավիրվեց Ռուբիոյի կողմից և այնտեղ արդեն զրուցում են, որ բացեք, արդեն ձեր վրա մեղք չի լինի և Նիկոլն էլ հայտարարում է, այս ամենը իրար հետ կապված է։ Նիկոլը հայտարարում է, որ մենք կողմ ենք Իրանի այսօրվա կառավարությանը, որպեսզի Նիկոլի վրա չեպե չլինի։ Ինչպես նշել եմ, Նիկոլը ստանում է սրանց դեսպանատնից իր առաջադրանքները և նույնականությամբ
կատարում։ Նաև այստեղ ԱԱՑ-ն և տելեկոմունիկացիան կարող են սրան շատ շուտ բռնել, բայց բոլոր այդ կարևոր գործերին աշխատողները բոլորը լուռ են, նրանց բոլորին դուր է գալիս երևի Հայաստանի ոչնչանալ։ Եվ 26 թվականը Հայաստանի համար ճակատագրական է, և հենց սա է ճակատագրական այն հարցը, որը քանի օր է տեղի ունենում իրանյան այս ցույցեր և այլն, ոչ ոք իրականում չասես, թե այստեղ ինչ է կատարում այս տականքը կամ այս տականքները բոլորը միասին վերցրած իդեմս Հայաստանի։ Եվ հենց սա է լինելու Հայաստանի կործանումը։ Իսկ եթե սրանք փորձել են իբր բերեն շահի տղային, ապա վաղուց կարող էին դա անել։ Մի քանի միլիարդը, որը աշխարհում 200 միլիարդից ավելի օրական գողանում է բոլոր ճանապարհներով բրուտը, 2-3 միլիարդը բավական էր Իրանում այս ամենը կատարել և բերել շահի տղային։ Դա հասարակ հարց էր նրանց համար, և այստեղ էլ հիմա հայերը կամ Նիկոլենք պետք է արդարանան, որ դե լավ, բա այնտեղ կոտորում էին մարդիկ, փախան, եկան Զանգեզուրով, եթե ճանապարհը բացում ես, բացի թող Վրաստանով գնան կամ բացի թող Թուրքիա գնան, թող Նախիջևան մտնեն, ինչ են Զանգեզուր գալիս, Նախիջևանն էլ Ադրբեջանինն է, թող այդ ճանապարհով գնան, թող Ադրբեջան մտնեն։ Սա է տեղի ունենալու։ Իմ հաշվարկներով սա ամենառեալ ճանապարհն է, որովհետեւ Զանգեզուրը 10 սրանց։ Իսկ Զանգեզուրը ասել են, որ հարկավոր է ոչ թե սրան, հարկավոր է սրան, որպեսզի ատոմային զենք եւ նման տիպի նյութեր տեղափոխելով, տանել, բերելով Ղազախստան եւ այլն, աշխարհի ատոմային երկրների վերջը տան։ Եվ կխոսենք այլ բաների մասին նույնպես։ Երկրորդը Հայաստանի կարևորությունը, որը նշում են անդադ, թե Հայաստանը ինչ կարևորություն ունի։ Եթե Հայաստանը կարևորություն ունենար, ապա Հայաստանից չէին կտրի այսքանը, այլ Քուր Արաքսյանը կտային Հայաստանին, Նախիջևանն էլ հետը Թուրքիային կասեին, էս էլ տուր։ Իսկ Հյուսիս հարավը, հիմա ցուցադրում եմ ձեզ, Պակիստանը չի թողնում, Հնդկաստանից գալիս է Իրան, կամ գալիս է հասնում էստեղ Իրան, Իրանից բարձվում է նավերը մեքենաներով, գալիս է անցնում Հայաստանով, Վրաստանով էստեղ, նորից բարձվում է նավերը գնում Եվրոպա, ինչին է նրանց պետք, երբ որ Թուրքիան բրուտների ծառան է և Թուրքիան էստեղ բերովի ցեղախումբ է, միանգամից այսպես կկատարեն։ Այսպես կկատարեն, կգան, այսպես կանցնեն։ Ինչ են դա այդպես կատարում։ Եվ ծախսերը, եթե դուք չեք հասկանում, թե նավ բարձել, դատարկելը ինչ ծախսերի հետ է կամ նույնը հետո երկաթգիծ և տեղափոխելը, ապա այստեղ սխալվում եք։ Հյուսիս հարավ ընդհանրապես չպետք է լիներ։ Սա կուտ տալ էր, որպեսզի բրուտները իրենց կեղտոտ ցանկացած խաղով խաղում են նման տականք խաղեր, միշտ խաղացել են և խաղում են։ Իսկ եթե այլ ճանապարհներ եք մտածում, ապա ասել եմ նախորդ ֆիլմերում, այս Չինաստանի ապրանքները գալու են և այսպես անցնելով գնան, այսպես են գնալ, և լինելու է ամենաարագաշարժ 500-600 կիլոմետր ժամ արագությամբ գնացքներ, որոնք կառավարելու են ավտոմատ կերպով։ Եվ
որը եւ Չինաստանը եւ Հնդկաստանը այդ ամենը փայլուն ձևով կատարում են։ Այստեղ կմիավորվեն, կբերեն եւ կանցնի միգուցե նաեւ Իրանին այստեղ ոչնչացնեն, բայց Հայաստանը այլևս նրանց պետք չէ, նրա համար չէ պետք, որ Հայաստանը արարիչ ազգն է, բրուտները միշտ մեզ ոչնչացրել են, ինչպես հասկանալի է, հետո էլ իբր մեզ թուրան կազմեցին։ Եվ Ամերիկայի այն պորնիկը շատ պարզել ասեց, կան երկրներ, որոնք ընդհանրապես չպետք է գոյություն ունենային աշխարհի երեսին։ Դա մեզի նկատի ունի եւ մենք էլ դրա հետ համաձայնվել, համակերպվել ենք այդ պորնիկի ասացի հետ։ Այսքանը էս թեմայով։ Հիմա Սալավյովի ասածը Նիկոլը ինչի եւ Նիկոլենք սկսեցին քարկոծել։ Սալավյովը այստեղ ճիշտ է, որ Հայաստանը Ռուսաստանի համար հանդիսանում էր եւ Հայաստանը Թուրքիա, Ադրբեջան այդ փոխհարաբերության մեջ հանդիսանում է եւ մանդրադրամ եւ ալիբի Ռուսաստանի համար, քանի որ այսքանը Հայաստանինն է, այստեղից եւ այստեղից էլ այսքանը սա Հայաստանին է։ Այդ պայմանագրերը, որոնք Վիլսոնի հետ կապ չունեն, անօրինական են, բայց իրար մեջ է կնքված, կարող են ցանկացած պահի բացվել եւ այսօր քանի որ Նիկոլին արել են իրենց կողմը, Նիկոլը ձերը փոխել է, ռուսական ձերը փոխել է թուրքա-ադրբեջանական ամերիկյան ձերով, ինչ տարբերություն հյուսիսից ռուսների կողմից է գնում կործանման, թե սրանց միջոցով է գնում կործանման։ Ռուսաստանին պատժում է Նիկոլը, բայց սրանց հետևը համբուրում եւ Ռուսաստան եւ սրանք նույն խաղն են խաղում։ Այսինքն մի կնոջ փորձում են բռնաբարել եւ սա սուտինյորը լինելով կամ տալիս է սրանց կամ տալիս է սրանց, հիմա էլ սուտինյորին արանքիցանում է, ինքն է հետևը բացած եւ սրանց վերջացնում Հայաստանը։ Ահա այս ամենը ինչ Սալավյովի հետ է կապված եւ Նիկոլը արդեն վաղուց իր ձերը փոխել էր։ Իսրայել, Հունաստան, Կիպրոս։ Իրական Իսրայելը արդեն հասկացել է, որ եթե այս խաղը տեղի ունենա, այս ամբողջ խաղը տեղի ունենա, ապա Թուրքիան եւ Սիրիա եւ այլն եւ իրեն էլ են վերցնելու մեջը եւ այսպես այս ամբողջը դառնալու է Թուրան եւ սրանց էլ են փորձում հյուսիսից կտրել այս ամբողջը եւ Ռուսաստանի մի մասն էլ հետը այս ամբողջը Թուրանի մեջ են փորձում մտցնել նաեւ Իրանին այստեղ եւ Հայաստանին այստեղ Վրաստանի հետ մերցնում են պլյուս դրան Ռուսաստանի հարավի այդ Կովկասյան երկրներին Դաղստան եւ այլն այդ բոլոր փոքրիկ հանրապետությունները, որոնք կան Ռուսաստանը եւ արդեն իրական այդ ճանապարհը կլինի այսպես կգա այստեղով քիշնի կգնա այդ ճանապարհը նրանք կանեն այն ժամանակ երբ որ կոչնչացնեն այս բոլորը բայց երրորդ համաշխարհայինի իրական իմաստը որն է ինչի է բրուտը գնում երրորդ համաշխարհայինին եւ այստեղ Իսրայել, Հունաստան, Կիպրոս ինչ են հասկացել Հունաստանին այստեղ օգուտ է նա որ վերցնում է եվրոպական մասը Ստամբուլի հետ միասին իրեն իսկ Իսրայելին նորից դնում են այն իրավիճակի մեջ եւ Իսրայելը հասկացավ որ Իրանը իր թշնամին չէ իր թշնամին բրուտը եւ սրանք են իր թշնամիները թե Իսրայելը սա խաղում է թե Իսրայելը իրոք հասկացել է դա արդեն այլ հարց է լավ կլիներ Հայաստանից այդտեղ ներկա լինեին որովհետեւ նաեւ այդ լուրի մասին որոշ կոնկրետ տեղեկություններ իմանայինք հիմա Պուտլերի մասին այս երկուսին եւ բրուտը պատահական չարտահայտվեց 2008-2009 թվականին ասել եմ համարյա
մի 10-15 ֆիլմում ասել եմ, Բուտլերին, երբ որ ասեց նա լինելու է երրորդ համաշխարհայինի Հիտլերը, այսինքն ասեց այ լակոտ քեզ Գերմանիայից բերել ենք, տվել ենք ես մեծ երկիրը, տրիլիոնից ավել լափեցիր, հիմա էլ պետք է լինես Բուտլեր, Հիտլեր։ Դրա համար եւ Հայաստանի հետ ինքը վատացավ եւ Ուկրաինայի հետ ինքը վատացավ։ Բացի դա, ինչպես ասել եմ, սրա հարցի շուրջը ՆԱՏՕ-ն կոչնչանա եւ Բուտլերը նաեւ կհարձակվի սրանց վրա։ Ընդհանրապես բրուտների համաշխարհային պատերազմներ կատարելու իմաստը այժմ ավելի պարզ կբացատրեմ, որպեսզի հասկանալի լինի։ Համաշխարհային պատերազմներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպան տեսակ ինչ տեսք ունի, ինչպես բաժանվեց, ինչպես նաև Թուրքիան, հետագայում այստեղ իբր կային արաբական ցեղախմբեր, սկսեց տարբեր ձևերով, այսպես ուղիղ գծերով կտրել, ամենքին տալ մի բան, եւ այդ արաբական ցեղախմբերը դրանք մի երկու ընտանիքներ էին, բազմացան եւ 80 տարում տեսակ քանի միլիոններ դարձան։ Կան երկրներ, որտեղ բնակչությունը քիչ է, եւ դրանք այդ բոլորը արաբական թերակղզին կոչվածը դա Արայի թերակղզին է, դա մերն է։ Եվ այսքանի օրը նաև լսեցի, ճիշտ է, ես Հերունուն շատ մեծ գնահատում եմ, բայց Հերունին մի փոքր սխալ թույլ տվեց, որ շումերներն ասել են, որ Արատա երկրից գալիս են մարդիկ մեզ սովորեցնում 1000 տարուց ավելի մեզ ոչ ոք այլ բան չի սովորեցել, բայց մեկ այլ գիտնական, հետո կորցրեցի այդ գիտնականի հաղորդումը, որպեսզի անուն ազգանուն կամ այդ հաղորդումը ցուցադրեմ, ասում է, որ շումերները լեզու չունեին, շումերները խոսում էին հայերեն։ Այդ մարդը ավելի ճիշտ է այդ հարցում, քան Հերունին, ինչի համար, քանի որ, ինչպես նշել եմ, բացի Ֆրանսիան եւ Ֆրանսիայի հարավային մասը եւ Իտալիան, այսպես, եւ Հունաստան, այս ամենը այսպես դեպի ներքև, իսկ այստեղից այս ձևով հայերը վերցրել են մինչև Ուրալ լեռը, Ուրալյան լեռները եւ այնտեղից են կողմ Ղազախստան, Տաջիկստան, Աղվանստան եւ այլն։ Իսկական Աղվանք դա Աղվանստանն է։ Եվ Ղրղստանը դա նույնպես Հայաստանը եւ այս հյուսիսային Կովկասի երկրները այստեղ նույնպես դրանք հայկական ցեղախմբեր են, որոնց նաև իրենը, որոնց տարբեր տիպի խաչասերումներ անելով բրուտը ստեղծել է տարբեր տեսակներ, իբր դրանք տարբեր տեսակներ են, իրար հետ կապ չունեն։ Եթե աշխարհի առաջին քարտեզն է դիտարկում, ապա միայն հայերն են այստեղ բրուտներ, ֆրանսիացիք, գերմանացիք, լեհերը, սիցիլիացիք այստեղ եւ աֆրիկական մի քանի ցեղեր կենտրոնական Աֆրիկայում, չինացիք երկու տեսակից, հնդկացիք եւ Ամերիկա կոչվող այդ մայրցամաքում հյուսիսում եւ հարավում մի քանի տեսակ, իսկ մնացածը արդեն խաչասերված տեսակներ են։ Բայց այսօր համաշխարհային պատերազմների մասին խոսենք, որովհետեւ այսօր նաև պարզ լինի։ Ճիշտ է, նախորդ ֆիլմերը միգուցե չեք դիտում, դրա համար ասեմ։ Առաջին համաշխարհային պատերազմը ինչի համար բրուտը կատարեց։ Նախ սա բաժանեց, որպեսզի Օսմանյան կայսրությունը չունենա այս հզորությունը, եթե Օսմանյան կայսրությունը մնար, որտեղ նաև հայերն էին, հայերը կզարգացնեին Օսմանյան կայսրությունը եւ բրուտների հայերը կանիծեին եւ այդքան նավթն էլ ամբողջ այդ արաբական թերակղզում բրուտները վաղուց սատկած կլինեին։ Դրա համար Թուրքիայից կտրեց այս ամենը, հայերին վռնդեց այստեղից, հայերին տվեց մի փոքր տարածություն այստեղ, մտան սովետական միության մեջ եւ 120-300 ռուբլով սկսեցին աշխարհի մեծագույն գյուտերը կատարել հայերը, միևնույն ժամանակ նաեւ ուկրաինացիք տեխնիկական աշխատանքները։ Եվ Տեսլայի այդ մեծ գյուտերից հետո, երբ որ
արագորեն ռադիոտեխնիկա, հեռախոսակապ, էլեկտրական շարժիչներ, գեներատորներ եւ այլն, գալիս էր այն ժամանակաշրջանը, ամենակարևոր ժամանակաշրջանը, երբ որ թռիչքային պետք է գիտությունը տեխնիկան զարգանար այսպես, ապա նրանց պետք էր, որպեսզի այդ ընթացքում խառնաշփոթ լինի, պատերազմ, սրանք այս ամբողջ տարածությունները եւ օսմանները այստեղ նաեւ ռուսական ցարի վերացումը իրենց բարեկամ ցարը իր այսօրվա բրուտի հոր ազգականը իրենք էին նշանակում Ռոմանովներին եւ իրենք էլ նրան հանեցին սպանեցին որպեսզի Ռուսաստանը չունենա երբ որ 1913 թվականին Ռուսաստանը սննդամթերքով ամբողջ Եվրոպային բարձրակարգ կարակ, ցորեն եւ այլ մթերքներ էր մատակարարում ամբողջ Եվրոպային եւ այնտեղ էլ լինելով նորից ուկրաինացի հայեր, լեհեր եւ այլն նրանք Ռուսաստանը, ցարական Ռուսաստանը արագ կզարգացնեին դրա համար պետք էր մի 50-100 տարով բոլորին հետ գցել որպեսզի միայն իրենք զարգանան բացի դա Եվրոպայի բնակչությունը իրեն համար դա կատաստրոֆիկ թիվ էր նաեւ պետք էր մորթվեին որոշ քանակությամբ մարդիկ ճիշտ է 14-15 միլիոն են ասում բայց դա մեծ թվեր է քան այդ ինչը նշում է նույնը երկրորդ համաշխարհային պատերազմում իբր Հիտլերը հարձակվեց իրենց վրա եւ մառախուղ էր միանգամից թեքվեց հարձակվեց Ռուսաստանի վրա այդ անհեթեթությունը Հիտլերը նախ պետք է իր հետևը ամբողջությամբ ամբողջ Եվրոպան մաքրեր Հիտլերը հիմար չէր եւ նաեւ հիմար չէին գերմանացիները հետագայում նա նոր սովետական միության վրա հարձակվեր սովետական միության վրա հարձակվելուց առաջ նա պետք է Ամերիկան գրավեր եւ լրտեսների այդ կեղծ խաղաթեստերից այնտեղ կամ այդ Նիկոլ կամ Պուտին կամ Էրդողան դրանք բոլորը ստանում են իրենց հրահանգները եւ կատարում են նույնն է այստեղ միայն Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Ճապոնիա 70 միլիոնից ավել մարդ մահացավ եւ 200 միլիոնի կարգի մարդ կիսասոված իրավիճակում էր 140-ի կարգի ինվալիդներ, միլիոն մարդ ինվալիդներ եւ այլն եւ ֆրանսիական նավատորմը Դգոլը հայտնեց տեղը, որ գտնվում է գծետը այստեղ, որպեսզի գերմանացիների ձեռքը չընկնի, անգլիացիք ոչնչացրեցին, փոխանակ բերեին իրենք օգտագործեին։ Պատճառը, որպեսզի Ֆրանսիան դրանից հետո իրենցից վարկ վերցնի։ Նույնը Գերմանիան, նույնը Ռուսաստանը եւ Ելցինն ու Պուտինը փակեցին Ամերիկա-Անգլիայի պարտքերը Ռուսաստանը սովետական միությունը Ռուսաստան դառնալուց հետո եւ բոլոր երկրները եւ զենք չէին կարող ունենալ Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան եւ այսօր էլ չմո վիճակում են 3 որոնք կարող էին եղանակ փոխել այդ երկրները ահա բրուտների կեղտոտ խաղի ամեն դարաշրջանում իմաստ նույնը նաեւ կատարելու են այսօր նույնը նաև կատարվելու է արդեն հայերս իրենց պետք չենք իսկ հայերը այդ շումերները պատահական գտան եւ չկարողացան ծածկել եւ ասացին շումերների մասին ասեմ եւ մնացածի մասին շումերները դրանք Գյումրի մարզը Հայաստանի համար հայ խաչմերուկի համար ինչպես Գյումրիի մարզը ինչ էր այդտեղ տեղի ունեցել մինչև 3000 տարի, երբ որ անգլիացիք հայերից վերցրեցին աշխարհի թագը։ Հայերը աշխարհին օգնում էին զարգանալու համար, եւ հայերը գիտեն, որ ամենքը իր էթնոսում կարող է միայն ապրել։ Եվ հայերը էսը իսկական իրանց էթնոսի ամենամեծ տարածությունը, եթե մենք վերցնենք վերջին կետը այստեղ,
ապա մոտարապես գալիս է եւ հայերը կային Իսպանիայում, այստեղ ամբողջ հյուսիսային Աֆրիկայում եւ բոլոր երկրներում այսպես, նրանք վերջին պահին 80,000 տարվա վերջին պահին վերադառնում են կենտրոնական մասը, որովհետեւ իրանք կենթանի մնային, բայց գիտեին երբ եւ չէին խաչասերում այլոց հետ, իսկ այսօր բրուտի կատարածը դուք գիտեք ռումինացին որտեղից է, բուլղարացին որտեղից է, սերբ, խորվատ եւ այլն, այդտեղ այդ մանրուքները, որոնք կան, որտեղից են նրանք առաջացել, իսպանացին որտեղից է, չգիտեք, եւ նրանք տեղացի ազգեր, տեղացի ցեղեր չեն, դրանք բրուտի կողմից բուծվածներ են, եւ միայն մենք չենք բրուտի կողմից բուծված չեն սրանք, բուծված չեն սրանք, բուծված չեն սրանք եւ սիցիլիացիք, որոնց մի մասը բարձացավ այստեղ, իսկ մի մասը սրանց հետ խաղճասերվելով իտալացին դա մաքուր սիցիլիացի չէ, այսինքն բրուտը ամբողջ աշխարհի վրա թեքեց, ավիրեց աշխարհը եւ այսօր ավելի մեծ ավերածությունների է տանում, եւ մենք դրա զոհն ենք այսօր հանդիսանալու, դրա համար այս երկուսին դնելով Հիտլերի կարգավիճակում ինքը կատարում է իր մեծ ցանկությունը, նորից սկսվում է մորթը, նաեւ այստեղ կկատարեն, այստեղ չեն կատարի, այստեղ չեն կատարի, մի քիչ այստեղ կկատարեն, եւ ամբողջ աշխարհում ամենից շատը կկատարեն այս մասը, ամենից շատը կկատարեն այստեղ, եւ այդ մորթը նորից տեղի կունենա, եւ Աֆրիկայի այս մասը, եւ այդ նույնը, ինչ որ նա կատարել է բոլոր պատերազմների ժամանակ, կկատարի նաեւ հիմա, եւ հայերը, որ այսօր Հայաստանում նստած իրենց սուրճի բաժակն են խմում, մտածելով, որ Հայաստանին ոչինչ էլ չկա, այդտեղ նույնպես սխալ է, որ Հայաստանին ոչինչ չի կատարվելու Հայաստանի հետ, ինձ մի քանիսը գրել են, որ վայ դուք ապրեք, ինչ եք մահանում, Խոկինսը, նա միայն մի արտահայտություն էր արել, որ տիեզերքը դա սխալ է, որ ունի темная էներգիա, темная մատերիա, դա սխալ է, եւ դրանից հետո բրուտները ճապոնացի գիտնականին ստիպեցին տալ Նոբելյան մրցանակ, իբր նա գտավ հեռակա միտեղ միաստեղ, որը նույնիսկ երբ որ նա ցուցադրում էր, դա չէր էլ երևում, որ նա այլ շարժում է կատարում, եւ այս մարդը, խելացի մարդ էր, նրան դարձրեցին սալյակային հիվանդ նրա համար, կասեմ, որ վաղուց ուներ այդ հիվանդությունը, քանի որ նա արդեն փորձում էր հասկանալ տիեզերքը եւ աշխարհը, թեպետ իրենց երկրացին էր, բայց նրան գամել տվեցին այստեղ եւ ինչ թելադրում էին նա էր կատարում, երբ որ պառավը բրուտի մայրը ընդունում է այս անձնավորությունը, նույնիսկ փաթաթվում, համբուրում, որ առաջին տիեզերագնացն է, բայց նա իր մտքում չի մոռանում, որ Գագարինը, երբ որ Մոսկվա արդեն Չայկայով ման էր գալիս, որ իջել էր արդեն տիեզերքից, պառավ կանայք նրան էին մոտեցել, թե դու տեսար Աստծուն, ասել էր այնտեղ ոչ մի Աստված էլ չկա, ոչ ոքի չտեսա, դրա համար, որ իրենք հանդիսանում են նաև Աստված, Բրեժնևին ստիպել տվեցին, որ սրա գլուխը նույնպես ուտեն, եթե լավ ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ այն ճանապարհով, ինչպես նա մահացավ, դա հնարավոր չէր տեղի ունենալ, եւ այս երկուսի ճակատագիրը ես ցանկություն չունեմ
ունենալու։ Այստեղ նաև մի հարցի մասին ասեմ, երեք Հայաստանի իմ լավ մի մտերիմի հետ էի խոսում, մեկ այլ առիթով և ասեց, որ դիտել է այդ ֆիլմը, որ շատ ծախվածներ գնում են Նիկոլին եկեղեցին քանդելու համար, ասեցի տեր կանգնեք, գոնե այդ եկեղեցին դա միակ փրկության ձևն է, որ հայերը կարողանում են արտասահմանում և այլուր իրար հետ հանդիպել և այդ գումարները միայն մնում է հայկական եկեղեցում աղքատներին և այլն օգնելու համար։ Ասեց մի միլիցա հարևան ունի, կապիտան կարծեմ, ասեց եկավ մեր տուն մի գործով, ասեցի այս շանտաղա, դու ենտեղ ինչ գործ ունեիր այդ Նիկոլ Միկոլ, այդ պատցանների հետ, ասեց երբ որ շան տղա է ասում, ուրեմն մի վատ բան է արել, եթե ասում է աղբոր տղա, ուրեմն լավ բան է կատարել, ասում է միլիցեն ասեց ինչ անեմ ես, երբ որ նրանք են դիմել, որ իմ նմանին դնեն, որ հանկարծ հայերը նրանք չծեծեն, որ այդ տականքները կան այդ միտինգին Նիկոլի և հետն էլ գումար ստանան և հետն էլ մեքենաներով շարասյունով նրանց ստանենք տեղափոխենք այդտեղ, որ աշխարհը տեսնի և Հայաստանում տեսնեն իբր Նիկոլի կողքին մարդ կա։ Նաև նշեց, որ կան ոստիկաններ, մլիցեք, որոնք իրոք զզված են այդ ամեն ինչից և միայն սպասում են մի պահի, երբ որ կայծ տեղի կունենա Հայաստանում։ Այժմ ես լսեցի Կարեն Արայանին այսօր, որ անդրադարձել էր իմ ֆիլմին, մի քանի տարի առաջ, թե ես ինչ ֆիլմ եմ հրատարակել, ես դա չեմ հիշում, և եթե իրեն ինքը այդտեղ պատահական ընկել է այդ ֆիլմում, մինչև չդիտեմ չեմ կարող այդ մասին ասել, ես իմ ֆիլմերն էլ այդքան չեմ նայում։ Հիմա այս Վարդան Ավագյանի գրածը հարգելի մշեցի, շնորհակալություն ձեզ, նախ Կարեն Արայանը ոչ միայն արտակի, այլև նախկին ու ներկա կոչվածների հետ նշել եմ ճակերտների մեջ, քանի որ գոյություն չունի ոչ նախկին, ոչ ներկա, ճակերտների մեջ։ Այդ ճակերտների մեջ նշվածի փոխարեն միայն գրեք Կարեն Արայանի կամ Լույսի բանակի մասին ավելի ճիշտ կլիներ, հարգելի Վարդան Ավագյան, որ այսօր էլ Կարեն է ինձ այդ հարցով մեղադրանք չունենար։ Երկրորդը, բայց ձեզ այդտեղ շեշտել եմ, եթե նույնիսկ Կարեն Արայանը, Լույսի բանակը համագործակցում է այդ Սասի Արտակի հետ, հանուն Հայաստանի փրկության, այդտեղ ոչ մի վատ բան էլ չկա, նույնիսկ այդ Սասի Արտակը կարող է փոխվել է, բայց այդ մասը ես նաև կասկածանքով ասելով ինչի համար, որովհետև Արայանը դա ուրիշ կատեգորիայի անձնավորություն է, իսկ Սասի Արտակ, Լֆիկ, Դոդի Գագիկ և այլն, դրանք ոչ թե իրենցով հարուստներ են, որովհետև նա թևութիգուն կանգներ ֆինանսապես Լույսի բանակին, այլ նրանք Լևոնի, Սերժի, Ռոբիկի աշխատողներն են։ Ես 100 տարի, 15 տարի անդադ ասում եմ, որ Լֆիկը, Դոդի Գագիկը, թե Սասի Արտակ, թե մնացածը, որոնք իբր հարուստներ են, դրանք հարուստներ չեն, դրանք Լևոնի, Սերժի, Ռոբիկի գումարներն է, պտտվում են նրանց անունով, բայց իրականում դախոդը գնում է նրանց, ինչպես այստեղ բրուտին նշեցի, որ Հոնկոնգից, թե Սինգապուրից, թե այլ
կարող եմ այդ ամենը թվարկել որտեղից ինչ ձևով, բոլոր գումարները Վատիկանից գալիս է օրինակի համար Երուսաղեմում համբուրում է Ռոշվիլդի ձեռքը, Հռոմի պապը նրան է տալիս չեկը, թե որքան միլիարդ է փոխանցում իրեն, բայց Ռոշվիլդի հետո ոչ ոք չգիտի, թե այդ գումարները ուր է գնում։ Եվ եթե Հռոմի այդ Վատիկանը վերանա, այդ երկրները պահանջեն իրենց գումար, այդտեղ գումար չկա, բոլորը բրուտին է գնացել, ինչպես նաև է Սասի արտակ եւ այլն։ Դրա համար ես միայն այստեղ նշել եմ, ուշադրություն պետք է դարձնեք սրա վրա, որ նույնիսկ եթե Սասի արտակի հետ համագործակցում է հանուն Հայաստանի փրկության եւ այդ գումարները կօգնեն իր այդ կամպանիան առաջ տանելու համար, դա վատ երևույթ չէ։ Եվ այստեղ անդրադառնամ իրեն երկրորդ, որ դիմել է ինձ, թե ինչ եմ նման բան ասել, դրան ես չեմ անդրադառնա, քանի որ ինքը բաց ելույթ ունեցող անձնավորություն է, նա այդպես էլ պետք է պատասխանի, բայց բորենիները երբ որ հարձակվում են առյուծի վրա եւ բորենիները չունեն ոչ մի օրենք եւ Հայաստանում այսօր ոչ մի օրենք չի գործում այս հեռակակարգով, բայց նաեւ մի անձնավորության, որը խոսում է լույսի բանակի եւ հատկապես Արայանի մասին, որ երիտասարդ է, նա ինչ փորձ ունի եւ այլն եւ այլն։ Այդտեղ ճիշտ է, նամակով նրան պատասխանել եմ, բայց այստեղ նորից ասեմ, Նիկոլը ինչ կամ Սերժը, կամ Ռոբերտը, կամ Լևոնը ինչ փորձ ունեին, կամ ով էին իրենցից ներկայացնում։ Բոլորը լրտեսներ էին եւ ոչ մեկն էլ նույնիսկ 10-ամյա նորմալ կրթություն չունի։ Կարևորը նա չէ, թե մարդը պրոֆեսորի աստիճան ունի, թե մարդը ունի այլ աստիճան։ Կարևորը նա է, թե մարդը ինչպես է հասկանում աշխարհը, ինչպես է հասկանում հայրենիքը, թե հայրենիքը իրենից ինչ է ներկայացնում, թե էթնոսը, միայն ինձ բավական էր։ Ամբողջ աշխարհը այս քանի օրն էլ ինձ ֆիլմ տեղադրեցին, որտեղ լեհերը նշում են, որ Գարեգին Նժդեն հանդիսանում է ամբողջ կովկասյան երկրների ռազմագիտության, գիտության նախահայրը եւ բոլորը վերցնում են Գարեգին Նժդեհի նյութերը, ուսումնասիրում, թե ինչպիսին պետք է լինի ազգը, ինչպիսին պետք է լինի բանակը։ Եվ դա մեզ համար մեծ պարծանք է։ Եվ երկրորդը, այս հայկական դրոշը, լրիվ բավական է, որ այս անձնավորությունը արդեն իր մասին խոսի, ինքը կարող է չխոսի ինձ, դա արդեն հետաքրքիր չի, թե ինչ բառապաշարով ինչպես է խոսում, այս նկարը եւ այս նկարը բավական է, որ այս անձին կարողանաս գնահատես, ոչ թե Նիկոլը արագածը դնենք մեր գերբի վրա եւ այլն։ Ես այդ ողորմելի տականքին նույնիսկ ոչ թե երիտասարդի, այլև ամենավերջին այ այդ չեմ ցանկանա համեմատել։ Եվ դա կապ չունի, թե ինչ կրթություն ունի, նկարչական կրթություն ունի, թե ունի գիտնականի աստիճան, դա կապ չունի։ Մարդը մնում է մարդ։ Երբ որ Մենդելեևը բացի այդ քիմիկ լինելը, նաև լավ աթոռներ է պատրաստում եւ այդ աթոռները տանում է վաճառելու եւ լավ էլ գնորդներ է ունենում։ Մարդիկ ցուցադրում են իրեն, մեկը ասում է, տեսեք, ես քիմիկ Մենդելեևն է, աշխարհի քիմիական բոլոր նյութերի աղոսյակն է կազմել, հիմա էլ աթոռներ է վաճառում։ Մենդելեևը շուռ է գալիս, ասում է, բայց լավ աթոռներ եմ չես սարքում։ Այսինքն եթե մի մարդ մի բնագավառում ուժեղ է, հաջորդում հնարավոր չէ, որ նա թույլ լինի, կարող է քիչ հասկանա, հետագայում սկսի ամեն ինչ հասկանալ, բայց մարդը եթե մնում է մարդ իր արժանինքներով, ապա նրան դժվար է
դարձնել օրինակի համար Նիկոլի նման։ Կան մարդիկ, որոնք վախի ազդեցության տակ եւ հեշտությամբ փոխակերպվում են այլ մարդու, բայց կան մարդիկ, որոնք երբեք չեն կորցնում իրենց մարդկային հատկությունը եւ եթե այսօր Հայաստանում նա այս երկուսը ցուցադրում է եւ ելույթ է ունենում եւ նաեւ մի քանի ելույթներ եմ լսել լավ քննադատում է այդ ազնվորություններին, ապա նա չի կարող վատը լինել։ Մեզ համար կարևորը որպեսզի Հայաստանը փրկվի։ Իսկ եթե այս տղան կլինի վարչապետը, թե թագավորը, թե կլինի Պողոսը, դա չի կարևոր։ Կարևորը նա է, որ մտել է գործի մեջ։ Մտել է գործի մեջ եւ կատարում է ինչ-որ բան, որը օգուտ է բերում Հայաստանին, ոչ թե քանդում է Հայաստանը եւ մյուսները։ Եվ այստեղ նաեւ խոսենք այս խայտարակության մասին, ես այս տղային եւ այս խայտարակությանը իրար հետ չես համեմատի։ Այդտեղ այդ նյութերի մեծ մասը, որ Հյուսիս հարավ եւ այլն իրանյան, այս տականքի խոսալներ Նոյան Տապանում։ Նոյան Տապանի անցկացնող այս կնոջ մի քանի հաղորդում դիտել եմ եւ երևի ուշադրություն չեք դարձրել։ Նա ունի 2-3 անձնավորություններ, որոնք ստուդիայում նստած իբր հարց են տալիս եւ նույն ձայնն է, նույն մարդիկ են հարց տվողները, բոլորին։ Առավոտից իրիկուն, եթե սրա 100 հաղորդում էլ թերթեք դիտեք, կտեսնեք, որ սա կուլիսների հետևում նստած 2 անձնավորություն են, հարցերը սա գրում տալիս են, նրանք այդ հարցը իբր տալիս են սրանց եւ սրանք պատասխանում։ Նախ այս երիտասարդի մասին, Ամերիկայել էր գնացել եւ Ամերիկայում լավ նրան ընդունել էին։ Ինչ կարող է սա անել։ Սրա մասին մի փոքր այլ ձևով պատմեմ, երբ որ պոլիտեխնիկ սովորում էինք, ինձ հետ կար մի սովորող, որը Լենինյան թոշակ էր ստանում, լրիվ 5-եր էր ստացել, ես 4, 3, 5 տարբեր գնահատականներ էի ստանում, բայց երբ եկանք գործարան աշխատելու, նրա այդ կրկնվող զուբրիտ արած ամեն ինչը, ռուսերեն այդ զուբրիտը լավ է, անգիր արած այդ ամեն ինչը ոչնչացավ եւ նա չկարողացավ արդեն գործարանում որպես կոնստրուկտոր, որպես տեխնոլոգ աշխատել, ամոթից փախավ Ռուսաստան։ Եվ նմանները վերցնելով ինչ-որ մի թեմա եւ դա անգիր անելով եւ անգիր խոսալով, դա չի նշանակում, որ մեծ խելքի տեր անձնավորությունը կամ հայրենասեր անձնավորությունը։ Սրան պատրաստել են եւ եթե սրա նահանգներում մեծ քանակությամբ մարդիկ գնացել են լսելու, այսինքն լևոնական ճյուղի անդամ է, եթե Նիկոլը տապալվի դնեն այս ճյուղի անդամների։ Այս անձնավորությունը, ես անուններով սրան չգիտեմ, այս անձնավորությունը շատ գիտուն ձևով ելույթ է ունենում եւ ալիքները խառնում, չհասկանալով որտեղից ինչ է ասում, հետագայում ծիծաղելով, որ ինքը այդ ամեն ինչի մասին տեղյակ է, բայց բոլորը սխալ ճանապարհներով տանելով։ Իսկ սրա ասածը ընդհանրապես երևի սրան դրել են մի $1000 տվել, հետագայում դրել են նալու մեխի արանքը, հիմա էլ բաց են թողել, որպեսզի հիմա էլ իրոք դառնա ընդդիմություն։ Տականքությունից ընդդիմություն դա կարելի ասել տեղում դոփելն է։ Իսկ այս Լևոնյան անձնավորությունը, Քորլևոնյան անձնավորությունը, սա միայն մարդկանց խեղաթյուրելու համար է։ Այս տարիքով անձնավորությունը մեկ խելացի լավ բաներ էլ է ասում, բայց իրականում աշխարհը ինչպես կա, այդքան լավ էլ չի հասկանում։ Իսկ այս անձնավորությունը
Սա արևմտյան անձնավորությունը, այնտեղից եւ սրանք բոլորը այնտեղից ֆինանսավորվելով եւ նրանց գովքը անելով։ Մեզ հայերիս համար չկա արևելք, չկա արևմուտք, քանի որ բրուտը տերն է, մնացածը ծառան, իսկ մենք առաջվա տերն ենք։ Պետք է հասկանալ այսքանը։ Այսինքն այսօրվա տերը առաջվա տիրոջը ոչնչացնում է եւ մենք ոչ բարեկամ ունենք, ոչ Եվրոպան է դա ինչ-որ քաղաքակրթության աղբյուրը, մենք ենք քաղաքակրթության աղբյուրը, այդ մասին էլ կխոսեմ եւ նաեւ հայերիս իրական դերը աշխարհում, թե ինչեր ենք կատարել, մանրամասը խոսեմ այդ մասին, բայց սրանք այս բոլորը, որոնք ելույթ են ունենում այս հաղորդաշարում, միայն սա եմ նշում, եթե բոլորին նշեմ ժամերով խոսեմ չի հատնի, եւ որ հաղորդման ժամանակ, որը ինչ հիմարություն է արտահայտվում, նշում եմ, միայն այս մարդը ինչ որ ձևով կարողանում է թացը չորից ջոկել, բայց ոչ միշտ, իսկ մնացածը դրանք բոլորը ջուր ծեծող, չհասկացող եւ միևնույն ժամանակ ազգին խեղաթյուրող անձնավորություններ են։ Այսքանը ես այստեղ ոչ թե դիմում եմ Արայանին, այլ Վարդան Ավագյանին, որ եթե քեզ պետք է Կարեն Արայանը եւ Լույսի բանակը, գրի նրա մասին, իսկ Արտակի մասին ընդհանրապես մի գրի, եւ հարցը գրելուց գրեք այնպիսի ճշտության, որովհետեւ ես հասկանամ հարց տվողը ինչն է ցանկանում իմանալ։ Այդ հարցը չգրեցի նաեւ այստեղ առաջի հարցը, թե սա ինչ կապ ունի սրա հետ, ինչի պետք է սա եւ նախնիները նաեւ ճակերտների մեջ թեկուզ նշվեին։ Ես Հայաստանում ընդհանրապես տեղյակ էլ չէի, թե իրականում կան ուժեր, որոնք պայքարում են, թե չէ։ Առաջին անգամ ես լսեցի այս ազնվորությանը եւ առաջին անգամ նրա մի քանի ֆիլմերը դիտեցի։ Եվ հասկացա, որ հասկանում է մարդը, հասկանում է, որ մենք ինչ աղետի առաջ ենք կանգնած, հասկանում է, որ ազգին փրկելու միակ ձևը համախմբվել եւ այդ տականքաբանությունը Հայաստանից դուրս մղելն է։ Իսկ այս մնացած մասսան, սրանց միայն հետաքրքիր է իրենց գումարները, այնքան գումար ստանան տերերից, որպեսզի Հայաստանից թռչելուց հետո կարողանան մի տեղ ապրել։ Տարբերությունը սա է։ Իսկ եթե ինձ մեղադրում են, որ նաեւ ինչի գովացի այս ազնվորությանը, ապա ասեմ, ես իրեն չգովացի։ Ես ասացի, որ հայերի մեջ կան նաեւ դեռ չկեղտոտված մարդիկ։ Միավորվեք նրանց շուրջը եւ մեկ թողնի, որպեսզի նրանց էլ կեղտոտեն։ Կանգնեք նրանց կողքը եւ ովքեր որ մաքուր եք, մաքուրներդ միասին մնացեք։ Միևնույն է, հետագայում ճշմարտությունն ու մաքրությունը միշտ հաղթելու է, այսքանը։